Սաղաթելյան նախորդին արդեն գրավականներից մեկը նշել է կարծեմ իշխանություն գրավականը, որ պատրաստվում է գործողություն Քոչարյանների նկատմամբ։ Ասում էին, որ Լևոն Քոչարյանի սուր ելույթին է հաջորդել արդեն պլանը այս։ Ի վերջո ինչ են ուզում Քոչարյաններից, արդյոք այդ ունեզրկման ծրագիրը, որ Ծառուկյանի, Կարապետյանի դեպքում են փորձել աշխատեցնել, նաև Քոչարյաններին կվերաբերվի, եւ տեղյակ եք ովքեր են այդ 6 ձերբակալված անձինք, որովհետեւ հակապարտության կոմիտեն 6 անձի մասին։ Տեսեք, ինքը հարցը պետք է նայել ընդհանուր պատկերի մեջ, ու ավելի խորքային հասկանալ ինչ է կատարվում։ Իրականության մեջ կառավարության ղեկին հայտնված անձը երեք հայտարարել է Երրորդ հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի հանձնումը, էթնիկ զտումը լեգիտիմացնելու եւ Թուրքիայի Ադրբեջանի պահանջով այսպես կոչված 4 հանրապետություն ստեղծելու մասին։ Եվ այս ճանապարհին նաև հայտարարել է բացահայտ Հայաստանից նոր տարածքներ զիջելու մասին։ Այս ճանապարհին նա փորձում է բոլոր ընդդիմադիր օջախները, դիմադրության օջախները, քաղաքական ուժերը, ովքեր կարող են այս ծրագրի իրականացման համար խոչընդոտ լինել, սրանց տարբեր հոդվածներով ձերբակալել, մեկուսացնել, սեփականությունից զրկել, բոլոր հնարավոր միջոցները գործադրել, որպեսզի դաշտը մաքրել, կարողանալ այս հակահայկական, հակապետական ծրագիրը իրականացնել։ Սա պետք է նայել այդ շրջանակներում, այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշի ընտանիքը, այն մյուս օրը մեկ այլ ընդդիմադիր ուժի, առհասարակ ազգային մտածելակերպ ունեցող Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի ազատության մեջ պետք է լինի։ Իհարկե, ես չեմ կարծում այս պրոցեսը հենց գիշերը պլանավորվեց, սա գործընթաց էր, երեք հայտարարեց, այսօր արեցին, այսօր հայտարարի մեկ ուրիշի հետ կապված այն մյուսին են անելու։ Ու այս հակապետական խոշոր հանցագործությանը, այո, ամբողջ, երեք ինքը անընդհատ բողոքում էր, որ բոլոր ուժային կառույցները անվերապահորեն կատարում են իմ ապօրինի հրահանգները, բացառությամբ դատարանների եւ այդ դատարանների հարցը պետք է լուծում։ Ինքը երեք ամբողջ իր ելույթի խորքը նվիրված էր նրան, որ սպառնում էր դատավորներին, որ եթե իմ ասածները չեք անում, ուրեմն նախկիններից կաշառք եք վերցնում։ Այս էր այս մարդու թեզը։ Ինքը այս վերջ շրջանը որ շատ է շփվել Ալիևի հետ, ձգտում է Ալիևի պետական համակարգային ինչ-որ կա Ադրբեջանում մեկ մարդու բռնապետություն բերել Հայաստան։ Մտածում Ալիևից ինչով են վատը, եթե այնտեղ կարա մի ընտանիք մի հոգի բոլորին փակի բռնապետություն հաստատի երկար ղեկավարի, այդ մի հոգին էլ ինձ ամեն ինչով աջակցում է, նույնիսկ այս Հայաստանում անում։ Ըստ էության Հայաստանում մեկ մարդու դիկտատուրա հաստատելու ճանապարհին։ Ասում եք դուք ինչպես եք միլիոնատեր դարձել, ես ուզում եմ հասկանամ, անձնական խնդիր չի, քաղաքական հարց է։ Գիտեք, ցանկացած ապօրինություն, որ անում են, ինչ-որ հարցադրումներ պետք է անեն։ Օրինակ քիչ առաջ ես տեսա քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը 8 տարի է այդ հաղորդագրությունը տարածում է։ Այդ գործն էլ կարծեմ ապօրինի գույքով անցնում է։ Չէ, այսինքն այդ ապօրինի գույքի մասին օրենքը բա ինչի համար էր, եթե դու արդեն սկսել ես առանց դատարան նոր ես ճանապարհով խլել, այդ օրենքի իմաստը ո՞րն էր առհասարակ։ Սաղաթելյան, խորհրդարանական ընդդիմության անելիքը Ես ասենց մի հատ հարց տամ, էլի, եթե Քոչարյանի ընտանիքը չզբաղվեր քաղաքականությամբ, կանցներ ես ամեն ինչ ինչու։ Ստեղից պետք է նայել։